Հսկեք ձեր երեխաներին, գոնե մինչև 10 տարեկանը ճիշտ դաստիարակեք։ Դուք գիտեք, բոլոր էջերում սոցցանցերում ինչքան հոգիներ սպանող էջեր կան։ Ձեր երեխաներին ուղղորդեք ճիշտ ճանապարհի վրա։ Հեռախոսը մի վերցեք, գիտեք ամենահեշտ բանն է հեռախոսը ձեռքից վերցնելը։ Եվ նա ապստամբություն կունենա քո հանդեպ, որ դու զրկեցիր ինչ-որ մի բանից, որը դու ինքդ սովորացրել ես։ Ես մի մեծարուստ ընկեր ունեմ, և նրա երեխաները արդեն 11-12 տարեկան են, և գիտեք ինչ, հեռախոս չունեն, սովորական հեռախոսը, առանց ինտերնետի, առանց ոչ մի բանի։ Ես ասում եմ, քո երեխաները չեն ապստամբում, որ դու հեռախոս չես առել, ասում եմ, դա ապստամբում են, եթե դու սովորացնում ես, դու ձեռքերից առնում ես, բայց ես իրանց դեռ 6 տարեկանից ասել եմ, 16 տարեկանում նոր ես դες հեռախոս կառնեմ։ Գիտեք, մարդը ճիշտ ճանապարհը վերցրե։ Եթե երեխատ ամբողջ օրը նստած է խաղերի մեջ եւ պարզապես քո դուրը գալիս է, որովհետեւ դու ազատ ես, կարողանում ես ընկերներից շփվես, սուրճ խմես եւ քեզ չի խանգարում, մեծ խնդիր կա քեզ մոտ։ Դու գիտեք ինչքան խաղեր կան, որ պարզապես հոգի սպանող բաներ կան այդ խաղերի մեջ։ Սերներս այսօր լուսավորեք ձեր երեխաներին, լույսը վարեք ձեր երեխաների մոտ, ձեր պատանիների մոտ, բոլորի մոտ լույսը վարեք, սերի երիտասարդներ, պատանիներ, մի մտածեք, որ շատ բան գիտեք ու դուք պարզապես զգուշ եք։ Մեկ անգամ մեկը պատմում էր, մի երազ էր տեսել, պարզապես դա երազ էր, ասում է, օձը ձեռքերս փաթաթվում էր, և ես ասեցի, դե թող խաղա հետո կպոկեմ, և ասում մի ձայն ասում էր, վերցրու Աստվածաշունչը և նա կգնա, և նա ասում էր, հետո տեսնեմ ինչ անելու, և օձը փաթաթվում էր, ասում ես կարող է պարզապես շպրտել նրան Աստվածաշունչը վերցնել, բայց մի քիչ սպասելուց հետո, դա երազ է, դա իրականություն չի, ասում է, ես տեսած ձեռքս չեմ կարող բացեմ, մի րոպե հետո նա կապեց ինձ, և ես էլ չէի կարողանում Աստվածաշունչը ձեռքս վերցնել։ Սիրելիներս հիշեք, Ծննդոց գրքում օձը փոքր օձ էր ու Եվայի հետ խոսում էր, Հայտնության գրքում նա արդեն հրեշ էր։ Ծննդոց գրքում միայն Եվան կարող էր նրան հաղթել։ Ապա Հայտնության գրքում ողջ երկնքի զորքը ու երկրի զորքը պետք է միաբանվի նրան հաղթելու համար։ Եթե չհաղթես այսօր փոքր խավարները, վաղը ողջ երկնային զորքն է պետք որպեսզի գա եւ դուք հաղթեք։